Այդ ռուս հայկական մաֆիա արտահայտությունը որտեղից է գալիս։ Այսպես ասած, նախկին Սովետ միության բնակիչներն են։ Իրանց այդպես են ասում։ Մեկ հոդվածով ենք բոլորս դատվում ռուս։ Բոլորը մեկ հոդվածով շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում մարդկային կյանքերի եւ ճակատագրերի վրա, քան թե մենք պատկերացնում ենք։ Դուք արդեն կանխակալ վերաբերմունք եք նկատում դատարանում հայերի նկատմամբ։ Իհարկե, եթե Fox News-ը ամբողջությամբ հայտարարում է եւ մենք գնում ենք նստենք դատարան եւ 12 մարդ պետք է գա եւ դատի մեր կլայենտին մեղադրվելով շատ լուրջ հարցագործություններում, Դոկտոր Օզա այս քայլով 3 նապաստակ է խփում։ Այսօր այս փոքր համայնքը ընկել է մի մեծ ամերիկյան խաղի մեջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Elsco podcast-ը, ես Լիլիթ Ցետրակյանն եմ։ Եթե դիտում եք մեր զրույցներն ու հավանում, սեղմեք լայք ու նաև բաժանորդագրվեք Elsco պալիքին։ Այսօր մենք կզրուցենք առողջապահական ոլորտի խարդախությունների մեղադրանքի մասին, որոնք առողջապահական ծառայությունների պատասխանատու բժիշկ Մեհմեդ Օզը ուղղեց հայ համայնքին, Ամերիկայի հայ համայնքին։ Այս թեմայի մասին կզրուցեմ Միացյալ Նահանգների Դաշնային քրեական գործերի փաստաբան Մարինա Սամսոնի հետ։ Բարև ձեզ, Մարինա։ Բարև ձեզ, Լիլիթ։ Որպեսզի մեզ լսողները հասկանան ինչի մասին է խոսքը, երկու բառով ասեք ինչպես սկսվեց այս պատմությունը, որը գնալով ծավալվում է։ Մի քանի շաբաթ առաջ հաճախեց դոկտոր Օզը Լոս Անջելես եւ press conference տվեց եւ բոլորս զարմացանք, երբ որ դոկտոր Օզը եկավ եւ ասեց երկրի 18%-ը առողջապահական ֆրոդի կատարվում է Լոս Անջելեսում եւ դրա հետ մեկտեղ այսպիսի հայտարարություն արեց, որ այդ ֆրոդները, այդ առողջապահական խարդախությունները կատարվում են այսպես կոչված ռուսական եւ հայկական օտար երկրի քաղաքացիների կողմից, ովքեր որ մեծ վնաս են հասցնում մեր պետությանը։ Իհարկե մենք խոսեցինք դրա մասին, իհարկե դա արդեն մեծ զայրույթ առաջացրեց բոլոր համայնքի ներկայացուցիչների համար, նաև ինքս զայրացա, որովհետև դա անմիջականորեն ազդում է ոչ միայն համայնքի այսպես ասած reputation-ի վրա, ինչպես նաև թիրախավորում է մարդկանց եւ պարզապես անընդունելի է, որ այդ level-ի բարձր աստիճան պաշտոնյան այսօր Միացյալ Նահանգներում, որտեղ որ օրենքը ասում է դու չես կարող մարդու նկատմամբ խտրականություն դնես իր ռասայի, nationality-ի եւ նմանատիպ տարբեր խարակտերիստիկի հիման վրա, այսինքն այդպիսի հայտարարություն անել, դա արդեն իսկ Միացյալ Նահանգների սահմանադրության խախտում էր։ Բայց ինքը արեց այդ հայտարարությունը։ Եվ դրանից հետո դա գնալով ավելի մեծ ծավալ ստացավ։ Դոկտոր Օզը դա ասելուց հետո չալարեց, գնաց եւ մի հատ շատ հետաքրքիր, այսպես ասած, հոլովակ պատրաստեց, որը շատ ավելի իր մեջ վնաս պատճառեց այս մեր community-ին, կոնկրետ հայկական community-ին, քան թե իր հայտարարությունը։ Այսինքն հայտարարությունը քիչ էր, մի հատ էլ գնացին, այսպես ասած, մարքեթինգ թիմով մի հատ հոլովակ սարքեցին, որտեղ դոկտոր Օզը հայտնվում է Վենայսում, նկարահանվում է հացի խանութի առաջ, նկարահանվում է տարբեր տեսակի հայկական բիզնեսների առաջ, որը որ բոլորովին կապ չունի առողջապահական ֆրոդի հետ։ Ոչ ոք չի ասում, որ դա հանդուրժելի է, գոյություն ունեն նմանատիպ օրենքի խախտումներ ունեն, այսինքն ինքը հիմքերը ուներ դա հայտարարելով, որ Լոս Անջելեսում կատարվել են նման հանցագործություններ եւ այս նահանգը հանձինս մեր նահանգապետի թույլ է տվել նման բաներ լինել, բայց գալ եւ միայն նշել հայերին եւ դրանից հետո այդքան ջանք ու եռան դնել ամբողջ մի 230 միլիոնանոց երկրում դու հանդիսանում ես այդ բարձր պաշտոնյան, ուրեմն դու ոչ մի բան չունես, եկել ես այդտեղ մի հատ փոքր community ես գտել, որտեղ որ ամբողջ Ամերիկայի վնաս տվողը իրենք էին ու այդպիսի նկարահանումներ անել։ Ընդ որում երևում էր, որ շտապել են այնքան, որ լավ չեն պատրաստվել, չեն հասկացել, որ կանգնած են ընդամենը հացի փռի դիմաց եւ լավաշի արտադրամասի առաջ ասում է հոսպիսներ են, որոնք խարդախություններով են զբաղվել, այսինքն կարծես թե շտապողականություն է այստեղ ավելի ընդգծում է իր շահագրգռությունն ու կանխակալ վերաբերմունքը, շատ այդպես կրքով մեղադրում էր հայերին ու մի քիչ ծիծաղելի էր կանգնած լինելով փոքր բիզնեսների առաջ մեծ խարդախությունների մեջ մեղադրելը իսկապես հուշում է, որ նա կանխակալ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ եւ հայ գործիչներն ասում են, որ դոկտոր Օզա այս քայլով 3 նապաստակ է խփում։
Մեկ, որ թիրախավորում է հայ համայնքին իր վրեժը լուծելով նրա համար, որ Փենսիլվանիայում 2-4 տարի առաջ հայերը նրան խանգարեցին ընտրվել սենատի անդամ, որովհետև նա ժխտել էր հայոց ցեղասպանությունը, ավելի ճիշտ հրաժարվել էր ընդունել ցեղասպանությունը։ Այդպիսով նա վրեժը լուծում է հայ համայնքից մեկ, երկրորդ հանդիսանում է նա Էրդողանի մտերիմը, փաստորեն ծառայություն է մատուցում գուցե իր լավ ընկերոջը, եւ երրորդ Կալիֆոռնիան է թիրախավորում իբրև կապույտ, այսպես ասած, դեմոկրատական նահանգ, կոնկրետ սրերը ուղղելով Գևին Նյուսոմի դեմ եւ Կալիֆոռնիայի դեմ։ Այդ ձեր ասած 3 ֆակտորներն էլ հիմքեր ունեն եւ բավականին լուրջ հիմքեր ունեն։ Այո, ինքը թիրախավորում է հայրին, որովհետև ոչ միայն այդ վիրժառությունը, ինչպես որ ասեցինք, եթե սա լիներ որևիցե ուրիշ պաշտոնյա, որը որ գալիս էր մի նահանգից, որը որ անմիջապես չի ճանաչում հայրին եւ այսպիսի կոնֆլիկտ չի ունեցել հայ համայնքի հետ, չեմ ուզում անգամ ասել, թե ինչքանով դա կոնֆլիկտը կարա հետ գնա այդ պատմական թշնամությունը, որ ունենք մենք թուրքերի հետ եւ ինքը իմանալով դա հանդերձ, ինքը դոկտոր Օզին իրանով Թուրքիայի քաղաքացի է համարվում, ինքը ծառայել է թուրքական բանակում 60 օր, չնայած ինքը ծնվել է Քլիվլենդում, Օհայոյում, բայց ինքը երբեք չի ծառայել Միացյալ Նահանգների բանակում։ Դա շատ հետաքրքիր է։ Դուք այո ճիշտ եք, 2022 թվականին ինքը անհաջող արշավ տարավ Միացյալ Նահանգների սենատի հետ, որտեղ որ հայտատը մեծ արշավ տարավ, որպեսզի իրան այդ այսպես ասած լուսաբանեն իր ինքնությունը եւ նաեւ ինքը որ հրաժարվեց, որ բացեբաց ընդուներ ցեղասպանությունը։ Դրանք հիմքեր են, որ մենք կարող ենք ասել այո, որովհետև այդպիսի ջանք դնել, այդքան ժամանակ դնել ու գալ եւ այդպիսի, այսպես ասած, անզգուշ ու հապշտապ կամպեյն կամ այսպես ասած արշավ սկսել հայերի դեմ, կանգնելով ատամնաբուժարանի առաջ, կանգնելով հացի խանութի առաջ եւ նկարելով սովորական մարդկանց, դա իհարկե սխալ է։ Բայց դուք ճիշտ եք ասում, որ այսօր այս փոքր համայնքը ընկել է մի մեծ ամերիկյան խաղի մեջ։ Ոչ միայն դա գալիս է, ինչպես ասեցիք, արտաքին ինչ-որ ուժերի ազդեցություն, որոնք գործածում են։ Մենք գիտենք, որ պատմականորեն Թուրքիան միշտ մեղադրանք է առաջացրել, որ հայկական ամերիկյան համայնքը խանգարում է, որպեսզի Թուրքիան եւ Հայաստանը որպես հարևաններ իրար հետ կարողանան լավ հարաբերություններ։ Ամերիկա-հայ համայնքը միշտ թուրքական լոբիի կոկորտում է եղել։ Այո, միշտ եւ միշտ մեծ ջանքեր են թափվել, մեծ գործունեություն են արել բոլոր համայնքի ներկայացուցիչները, նաեւ հայ իրավաբանների միությունը, որ նորից նամակներ գրեց եւ փորձում են այսպիսի անընդունելի թիրախավորումը կանգնեցնել, բայց դա փաստ է, մենք դա գիտենք եւ մենք լավ գիտենք, եւ ինքը չի էլ թաքցնում, իրեն երբ որ ասեցին, որ հրաժարվի քո Թուրքիայի քաղաքացիությունից, ասեց, երբ որ ես դառնամ սենատոր, կհրաժարվեմ, այսինքն մարդը բավականին, այսպես ասած, նվիրվածություն ունի իր հայրենիքին, իսկ ինչ վերաբերվում այս մեծ խաղին, այո, բոլոր կողմերից հայ համայնքը օգտագործվում է, ինքը եկավ այս արշավը սկսեց, այս թերի արշավը եւ շատ ոչ պրոֆեսիոնալ եւ անշնորհք ձևով անելով եւ Fox News-ն էլ դրան նպաստում է, անընդհատ դա պատտացնում են, կարծես ինչ որ կամպեյն լինի, ես ասում եմ, հետաքրքիր է, Լորնես լավ մարքեթինգ անում իր այս ծառայությունների մասին, ուրիշ ոչինչ չկար այս 330 միլիոնանոց երկրում, բայց այո, եւ նաեւ մի նպատակի է հասնում, եթե այս մենք ինչպես որ գիտենք Կալիֆոռնիան ինքը դեմոկրատիկ նահանգ է եւ մեծամասնությամբ էմիգրանտները, փոքրամասնությունները իրենք ավելի շատ դեմոկրատիկ տեխնացուներին են ընտրում։ Կատարելով այսպիսի թիրախավորված ընտրարշավներ, այսպիսի արշավներ որոշ հասարակության ոնց ասեմ ձեզ սեգմենտների նկատմամբ իրանք մեծ հարց են լուծում եւ անգամ պրեզիդենտ Թրամփը դա չի էլ թաքցնում եւ ինքը հայտարարեց մի քանի օր առաջ որ բոլոր հանցագործություններում մեղադրվող օտար երկրի քաղաքացիները պետք է վտարվեն այստեղից եւ սա օգտագործվում է իրենց նպատակներին հասնելու այսինքն ան մարդիկ ովքեր որ մեղադրվում են նման հանցագործություններում, իրանք անգամ արդար դատարան չեն մտնելու, որովհետև իրանք վերցնելու են էմիգրացիոն ծառայությունները եւ այդ ուղղությունով փորձելու են վտարեն երկրից։
Բայց այս մեղադրանքի տակ ոչ միայն անօրինական քաղաքացիներն են, ներգաղթյալներն են մտնում այս մեղադրանքի ալիքի տակ, այլև օրինավոր մարդիկ, ովքեր բիզնեսներ ունեն տարիների վեր, հարկատուներ են, ազնիվ եւ արդեն իսկ օրինակ Նյուսոմը երեք ասաց, նահանգապետ Գավին Նյուսոմը ասաց, որ հայկական բիզնեսների շրջանառությունը նվազել է, կոնկրետ այդ փոքրիկ Տիգրանակերտ թարմ լավաշ կոչվող խանութի շրջանառությունը նվազել է 30%-ով առևտուրը։ Նույնը նաև մյուս բիզնեսներում այդ համայնքի։ Վստահ եմ, որ ընդհանրապես հայկական բիզնեսների վրա մեծապես ազդեց բժիշկ Օզի հայտարարությունը, որը իսկապես հարիր չէ պետական պաշտոնյային, եւ նման դեպքերում, եթե ապացուցվի, որ նա չարաշահել է իր պաշտոնը, չարաշահել է իր ձեռքի տակ եղած տեղեկությունները, չափազանցել է եւ մերկապարանոց մեղադրել ու թիրախավորել է հայ համայնքին եւ պարզվի, որ այդ ամենը չունի իրավական հիմքեր, ինչ հետևանքներ է սպասում իրեն իրավական դաշտում։ Լիլի ջան, լավագույն օրինակը մեր իսկ պրեզիդենտն է, որը որ հելնում է ամեն օր հայտարարություններ է անում, որոնք որ ընդհանրապես հիմքեր չունեն։ Ես կարծում եմ դոկտոր Ռոզը շատ ավելի հիմքեր ունի, պարզապես իր մոտեցումը այդ հարցին եւ իր ինքը ով է ինքը դա ավելի մեծ խնդրեմ ստեղծեց իր իսկ համար։ Հիմքեր գոյություն ունեն եւ սա ավելի մեծ խաղ է երկրի մեջ, բայց պատասխանատվության ենթարկվելու ինքն իրեն հազար մի անգամ սա արվելա ոչ միայն այս փոքրամասնությունների, նույնիսկ դա արվելա մեր լատինո հասարակության անդամների դեմ, այլևս չենք խոսում մեր Ամերիկա, Աֆրիկա կան ծագում ունեցող քաղաքացիների, սա այսպես ասած կրկնվող մի բան է, որը Միացյալ Նահանգներին օտար չի, եւ սա օգտագործում է, թե ինչքանով ինքը սրանով մենք կարող ենք իրան պատասխանատվության ենթարկել, ես դժվարանում եմ ասել, ես դեռ սպասում եմ իր պատասխանին, թե ինքը ինչ ստատիստիկաներ պետք է հանի եւ ցույց տա, որովհետեւ Լիլի ջան, սա վնասում է իրոք այն ծանր աշխատող այն բիզնեսմեններին, բիզնես մարդկանց, այն բժիշկներին եւ այն համայնքի մարդկանց, ովքեր շարունակաբար երկար տարիներ նորմալ աշխատել են, բայց այսօր այդ մարդիկ էլ են թիրախի ենթարկում եւ փակվում են նրանց բիզնեսները, ինչի համար մենք էլ չգիտենք, բայց դա այնքան մեծ գումարներ է, այնքան մեծ ծախսել է, որ մտնել է ֆեդերալ դատարաններում եւ մի փոքր բիզնեսին գնալ, փորձել ապացուցելը, որ ինքը չի ներգրավել նման գործունեության մեջ, դա մեծ ռեսուրսներ է, այսինքն այս մարդիկ չեն կարող վճարել իմ նման իրավաբաններին, պարզապես անցնել այս վերանայող ատյանները, գնալ եւ ամեն մի кейսը appeal անել, այսինքն եթե ինքը գնաց մի հատ էլ, այսպես ասած, հայց ներկայացրեց, որ տվյալ անձի համար, որ բիզնեսը դիմել է, որպեսզի վճարվի, որ այդ ծառայությունը արվի եւ այդ անձը այդ ծառայությունների պետքությունը չի ունեցել եւ չարաշահվել է, ինքը կարող է պատասխանել, տեսնում ես, սա հիմքն է խարդախության, սա վատնում է, սա չարաշահում է, այսինքն մենք շատ այսպես ասած բարակ սառույցի վրա ենք ալում, իսկ ինչ վերաբերվում է, որ մարդկանց բիզնեսների վրա ազդում է, բնական է, սա արդեն միջազգային, միջհամակային ատելություն է դնում մարդկանց մեջ, այսինքն նոր չեկած Ամերիկայի քաղաքացի էմիգրանտ, ինչպես որ մենք տեսանք կատարվեց նաև լատինո community-ի նկատմամբ, որովհետև իրանք էլ մեծ այսպես ասած ընտրային խումբ են համարվում եւ տեսնում ենք այս թիրախավորումը գնում է բոլոր այդ ուղություններով եւ անմիջապես իմ կլայները սրա զոհերն են դառնում, որովհետեւ այսպես հայտարարել ես այս մարդկանց այսպես հայտարարականներ, հիմա դուք պատկերացնում եք 12 մարդու առաջ մենք գնանք փորձենք արդարացնենք մի մարդը, որը որ միգուցե ինչ որ բաներում է մեղադրվում, բայց մարդը պետք է պատժվի իր արած հանցանքի համար, ոչ թե միայն որ ինքը հայ է կամ ռուս է կամ ինքը ինչ որ իր մաշկի գույնի կամ ազգային ծագումի համար։ Սա անընդունելի է Միացյալ Նահանգներում։ Դուք արդեն կանխակալ վերաբերմունք եք նկատում դատարանում հայերի նկատմամբ։ Իհարկե, եթե Fox News-ը ամբողջությամբ հայտարարում է եւ մենք գնում ենք նստենք դատարան եւ 12 մարդ պետք է գա եւ դատի մեր կլայենտին մեղադրվելով շատ լուրջ հարցագործություններում, որոնց մեծամասնությունն էլ պետությունը ինքը իր մեջ տենդենցիան ունի, այսպես ասած չափազանցնելու, ասում են, սա մարդը արդեն կանխակալ ինքը դատի է վճարում, այսինքն մենք չանց չունենք այդ մարդկանց պաշտպանելու 12 Միացյալ Նահանգների քաղաքացիների առաջ այդ դատարաններում այդ 12 հոգին ատենակալները, այո, 12 ատենակալները jury trial-ի ժամանակ իրանք լինելու են միմիայն քաղաքացիներ։
Միմի են քաղաքացիներ, դե հիմա դե պատկերացրեք, եւ քաղաքացին գալիս է այս շրջանից, կենտրոնական շրջանից, Central District of California, դա federal jurisdiction-ն է։ Ինչպես ենք պաշտպանելու այս մարդկանց, շատ եւ ընդհանրապես սա անընդունելի է եւ սա իրոք վիրավորական է մեր համայնքի համար, այն համայնքը, որ բազմաթիվ տարիներ տվել է համայնքի մարդիկ, ովքեր ծառայել են Միացյալ Նահանգներին, ովքեր ծառայել են մեր երկրի բանակում, ովքեր ծառայել են որպես նահանգապետ, սա նաև վերցնել եւ մի ամբողջ հայ ազգ այսպես պիտակավորել մենք ունեցել ենք դուք մեջան նահանգապետ, որը vice president-ի candidate է եղել, մենք ունեցել ենք դատավորներ, մենք այսօր ունենք բազմաթիվ դատավորներ եւ ծառայողներ եւ բանակում ծառայող տղաներ, մենք հեսեր ունենք, որտեղ արդեն 5 տարբեր դաշնային մարմիններում աշխատող special agent-ներ են, ովքեր որ իրանց կյանքը ամեն օր վտանգի են ենթարկվում աշխատելով պաշտպանական ծառայություններում եւ դա վիրավորական է նաեւ այդ անձանց նկատմամբ, ովքեր ամեն առավոտ դուրս է գալի եւ երթում է տալիս այդ դրոշակին ծառայելով մեր երկրին։ Մարինա, իսկ հնարավոր չի խմբակային դատ բացել, ասացիք, որ դժվար կլինի մեկ բիզնեսի համար այդ ծախսիտակից դուրս գալ։ Օրինակ խմբակային դատ բացել, երեք էլ կարծես Gavin Newsom առաջին քայլը արեց, Gavin Newsom-ին դոկտոր Օզը անվանել էր խարդախության թագավոր եւ երևի այդպես լծված ինքն էլ հենց առաջին հայցը բացեց քաղաքացիական։ Հնարավոր չի միացնել ջանքերը եւ իսկապես պատասխանատվության կանչել պետական պաշտոնյային, որը չարաշահել է իր լիազորությունները։ Այդ հայցը արդեն ներկայացվել է նահանգի կողմից, արդեն այդ հայցը նահանգապետ ինքը իրանով առաջ է տանում, հնարավոր է որ այդ հայցը նաեւ ներկայացվի քաղաքացիների կողմից եւ նորից եմ ասում քաղաքացիների անհատ քաղաքացիներ կամ խմբակային այստեղ կոչվում է դա class action անելու համար դու պետք է հիմքերը ապացուցես, որ սա ինքը արել է ռասական կամ խտրականության կողմից նպատակադրված, որը որ հիմքեր չունի։ Մարինա, դոկտոր Օզը ինձ թվում է այսօրերին այդ վիդեոն հրապարակելով համատեղեց իր երկու մասնակցությունները, հիշեց, որ ինքը շոումեն է, հեռուստաշոուով է ինքը ի վերջո հայտնի դարձել եւ այլընտրանքային մեթոդներ էր առաջարկում ու վաճառում նաեւ լսարանին, որոնք կարդացի միտեղ, որոնք շատ հաճախ եղել են վիճելի եւ առողջությանը վնասակար, սակայն ինքը փողեր է աշխատել։ Միայն այս հանգամանքը հերիք չի, որ նաեւ ավելացնենք այդ հայցին եւ ասենք, որ մարդը կանխակալ վերաբերմունք ունի, թիրախավորում է հայերին խարդախության համար, ինքը անցյալում ունենալով նման գործունեություն։ Իհարկե, դուք իրավացի եք եւ նաեւ իր հետ կապված այդ կոնտրովերսիալ հարցերը առաջ քաշվեցին, երբ որ ինքը իր ընտրաշավին էր մասնակցում, ինքը երկար տարիներ օգտագործել է իր դիրքը որպես բժիշկ եւ գովազդա արել որոշ controversial ոչ հաստատված բժշկական եւ վիճելի, որոնք մարդկանց լուրջ վնասներ է հասցրել, դա ինքը արել է եւ անգամ հասավ նրան, որ ինքը ժամանակին կապ է ունեցել Կոլումբիայի University-ի հետ, որտեղ որ դասավանդել է, անգամ այս խնդիրները հասան այն level-ի, որ Կոլումբիայի University-ն բացարձակ հրաժարվեց իր հետ իր association-ից։ Բայց այնուամենայնիվ այդ փաստերը չեն խանգարել կարիերա անելու եւ մարդը այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում Թրամփի ադմինիստրացիայում։ Դե Թրամփի քրեական գործերն էլ իրեն չխանգարեցին պրեզիդենտ դառնալու։ Մարինա, ձեր ձեռքի տակ այսօր ինչ գործեր կան հենց այս թեմայի վերաբերյալ, ձեզ դիմել են վերջին 1-2 շաբաթվա ընթացքում հայերը։ Վերջին շաբաթներում եղել են, բայց այս գործերը արդեն կային, պարզապես իրանք լուսաբանվեցին եւ գնալով ավելի շատ մասսայական այսպես popularity ստացան։ Այս գործերը միշտ էլ եղել են, առողջապահական ոլորտում միշտ եղել են խարդախություններ, որովհետեւ ինչ որտեղ ես սիստեմին էլ եմ մեղադրում, սիստեմը քաջալերում է նման գործնեություն, բավականին դժվար է եւ մարդիկ օգտվում են այս տրված իրավիճակից, սիստեմը ինքը իրանով արդեն մեղավոր է, բայց սա նորություն չի, այս գործերը մենք ունեցել ենք երկար տարիներ, հիմա մի քիչ ավելի շատացել է, որովհետեւ երբ որ դոկտոր Օզը ինքը դարձավ ադմինիստրատոր, միանգամից փակեցին 4500-ից ավել առողջապահական ծառայություններ մատուցող բիզնեսներ, բոլոր նահանգներում, պարզապես Կալիֆոռնիան եւ Լոս Անջելեսը ավելի մեծ բաժին կազմեցին դրա, որովհետեւ վերջին տարիների գործունեություններ են։ Ես անգամ
այս գործերը նաև կարող ենք տեսնել, այսպես ասած, հայբրիդային քրեական գործերում, որտեղ մարդիկ կարող են որոշ ասոցիացիաներ ունենան արտաքին գործերի ինչ-որ մարդկանց հետ, գումարներ շրջանցում տարբեր տեղը եւ կարող են մարդիկ լինել պարզապես ոչ քաղաքացիներ, որոնց արդեն իրանք կոչվում են օտարերկրյա կրիմինալ էլեմենտ ունեցող մաֆիաներ, գյանգեր, կամ մարդը կարող է թաթու ունենա եւ դա մեղադրեն, որ ինքը գյանգ է։ Իսկ այդ ռուս հայկական մաֆիա արտահայտությունը որտեղից է գալիս։ Կարճ ասած, իրանք միշտ եւ ես շատ եմ սա տեսել federal agent-ների կողմից, ամեն անգամ երբ որ այս գործերը արվում է, իրանք գրում են իրենց այդ գործերի մեջ, այսպես ասած, նախին Սովետ միության բնակիչներն են։ Իրանց այդպես են ասում։ Մեկ հոդվածով ենք բոլորս դատվում բոլորը մեկ հոդվածով ռուսական մաֆիա, այսինքն իրանք չեն կաղամ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ եկել են նախկին Սովետական միության երկրներից, դա կլինի Ռուսաստան, դա կլինի Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա եւ դրանց, եւ բնական է այդ լեզուն խոսում են, որոշակի սիմվոլներ կա, որ այս մարդկանց կապում է իրար, որոշակի խմբեր կա, դեռ հնուց եկած մարդիկ ավելի խմբակային են դառնում, so Միացյալ Նահանգներում դա շատ ընդունված այդ հոդվածը Racketeering Influenced and Corrupt Organization Act, մենք կատակով ասում ենք, երբ որ պետությունը ոչինչ չունի կոդեմ, RICO-ի է բերում, այսինքն խումբը վերցնում է եւ խմբի անդամների վրա սկսում է փորձել դնել որոշ տարբեր անդամների քրեական գործունեություն։ Եվ այդ էլեմենտները իրար կպցնելով, սա եկավ, երբ որ պետությունը սկսեց արդեն խնդիրներ ունենալ իտալական մաֆիայի եւ նման խմբերի հետ։ So հիմա սա լավ հաջող ձևով կիրառվում է նաեւ մյուս խմբերի դեմ։ Դժվար է կանխատեսել ինչ կլինի, բայց փաստենք, որ Մեհմեդ Օզը վճռական է տրամադրված, դրա մասին է վկայում նաև վիդեոն սոցիալական հարթակներում տեղադրելը, իմանալով, որ դա ամենաազդեցիկ տարբերակն է մեղադրանքը տարածելու, խարդախության մասին մեղադրանքը հայերին վերագրելու եւ շատ արագ տարածելու բոլոր հարթակներում եւ բոլոր շրջանակներում հասարակության մեջ ընդհանուր առմամբ տպավորություն ստեղծելով ամբողջ մեր համայնքի վերաբերյալ եւ կանխակալ կարծիք ձևավորելով ամերիկացիների մոտ հայերի նկատմամբ։ Շատ լավ, ինչ-որ մի բան կար այս թեմայի շուրջ, որ կուզենայիք ուղղել մեզ լսողներին։ Գուցե զգուշացում, գուցե խորհուրդ, իբրև փորձառու իրավաբան։ Պարզապես լինենք զգույշ, լինենք օրինապահ։ Ես բոլորովին կարիք չունեմ կլայենտներ ունենալու, ես ավելի կնախընտրեմ, որպեսզի մարդկանց օգնեմ շատ ավելի լավ գործունեություններում։ Խորհուրդ կտամ, որ շարունակեն իրենց մաքուր գործունեությունը, շարունակեն օրենքին հետևել, կարգ ու կանոնին հետևել։ Շնորհակալ եմ մանրամասների համար, տեսնենք խմորը որքան ջուր կառնի։ Հետագայում գուցե շարունակենք զրույցը, հուսամ, որ այստեղ կավարտվի։ Ցտեսություն։